հայ ինքնության վրա երբեք չի եղել նման հարձակում։ Նույնիսկ ցեղասպանության տարիներին այսքան չի վտանգվել հայ եկեղեցին ու հայոց ինքնությունը, քան այսօր վտանգվում է դժբախտաբար օրվա թրքաբարո կառավարության կողմից։ Սա անընդունելի է։ Ես որպես հայ առաքելական սուրբ եկեղեցվոր զավակ, ով ծնվել, մեծացել, շնչել, ապրել այս եկեղեցով, ես չեմ կարող ես ընդունել։ Երբ որ իմ ազգից երկու պատվարժան արքեպիսկոպոսներ բանդարկված են ընդամենը իրականությունը, ճշմարտությունը խոսալու համար, երբ որ իմ ազգից սրբություն սրբող Մայր Աթոռը այսօր հարձակման է ենթարկվում, զինված եւ դիմակավորված հարձակման է ենթարկվում, ես չեմ կարող գիշերը քնել։ Ես 52 տարեկան մարդ նստած նայել եմ, արտասվել եմ, թե այս ինչ է կատարվում, Մայր Աթոռը, այդ դիմակավորները արդյոք հայեր են, թե թուրքերն են։ Սա անընդունելի է, այս լռությունը անընդունելի է, ժողովուրդ։ Մենք չենք կարող էսի նստենք, նայենք, թե մեր ազգը, մեր ինքնությունը ոնց է վերանում։ Ես կուզեմ մի հատ բոլորս միասին բանկարկենք վեհապար, որ մեր սատարումը, մեր աջակցությունը գոնե մեր ձենով հասնի ինձ։ Վեհապար! 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 Մենք աջակցում ենք վեհապար! 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 Վեհապար!